Չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանը տեսել է, որ եկեղեցու ռեյտինգը շատ բարձր է եւ ուզում է վնասել։ Միգուցե պարզել է, որ իր ռեյտինգն է անդառնալի իջել եւ փորձում է կամ ագրեսիվ մասային իր կողմը գրավել, կամ բոլորին խառնել իրար։ Միգուցե արդեն միակույսը մնացել են աղանդավորները։ Միգուցե խաղաղության պայմանագրի ստորագրման համար Ադրբեջանի պահանջներից մեկը եկեղեցուն վնասելն է, գուցե մանրակրկիտ քննարկվել է թուրքերի ու ադրբեջանցիների հետ զանազան հայտնի ու անհայտ հանդիպումների ժամանակ։ Այս վարկածը բավականին արժանահավատ է։ Քանի որ Փաշինյանի այս կեցվածքից իրոք ոգևորվել են ադրբեջանական կայքերը։ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Փաշազադեն, աղանդավորները ու ՔՊԱ-կան ուսապարկերը Ալենը, Վահագնը, Թորոսյանը եւ այլոք։ Փաշինյանն ու Փաշազադեն հաճույքով կարող են հոգևոր եղբայրներ կոչվել։ Վարկած կա, որ Նիկոլ Փաշինյանը բզբզում է քաղաքացիական պատերազմ։ Հնարավոր է Փաշինյանը պատրաստվում է առաջիկա ընտրությունները վերածել հայհոյանքի թատերաբեմի, որը կբերի ամեն գնով իշխանությունը պահելուն։ Նիկոլ Փաշինյանի հետ բնականաբար աշխատում են տեխնոլոգներ եւ գուցե իրենք են տվել նման կերպ դիրքավորվելու խորհուրդ։ Կամ գուցե իսկապես Փաշինյան-Հակոբյան զույգի նյարդերը չեն դիմանում, որովհետև դժվար է 5 տարի լինել ողջ հայ ժողովրդի հայհոյանքի հերոսը։